Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Իմունիտետի տաղավարում երգիչ Արսեն Սաֆարյանն է։ Բարի օր, Մեդիահաբի եթերում իմունիտետն է, ես Ռոզիա Ավետիսովաս։ Իմ տաղավարում է այսօր երգիչ Արսեն Սաֆարյանը։ Ողջույն Արսեն։ Ողջույն Ռոզի։ Շատ ուրախ եմ, որ այստեղ եք, շատ շնորհակալ եմ, որ չմերժեցիք։ Ես էլ եմ ուրախ, որովհետև վստահ եմ, որ հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Հուսով եմ։ Ինչ կար 20 տարի առաջ հայկական էստրադայում, որ չկա այսօր։ Հույս։ Ինչ հույս հավատ։ Չկա այսօր։ Ուղղակի երևի այլա, չգիտեմ, այդ հույսն էլ հենց այնպես չասեցի, որովհետև 90-ականներին ավելի շատ էր ձգտումը որակով գործեր անելու, ավելի կիրթ գործեր անելու, ավելի եթե փորձեմ հակիրճ ասեմ, ավելի հանդիսատեսին դեպի քեզ բերելու, ոչ թե դու դեպի իրեն գնալու։ Ես այդպես եմ դաստիարակվել, այսինքն հենց երաժշտության մեջ ես այդպես եմ դա եմ վերցրել երգի թատրոնից, որ ոչ թե դու պիտի գնաս, դու պիտի թելադրես, այլ դու պիտի թելադրես, իսկ ինչպես կթելադրես, սա այլ խնդիր է, կհաջողվի քեզ դա, թե ոչ։ Կային հեղինակներ, ովքեր կեսը գրում էին հայերեն, կեսը ոչ հայերեն, հայկական, լավ, ոչ հայկական, այսպես ասեմ։ Հետաքրքիր էր, ամեն ինչ էլ կար, ամեն ինչ կար, այսօր դե կարծում եմ ոչ միայն մեզ մոտ, այլ համաշխարհային երաժշտության մեջ այդ շատ բաներ գնացել է պրիմիտիվիզմին, այսինքն չգիտեմ, մի քանի նոտայով իրականում մեղեդի, բայց նաև հետո գործիքավորում են, դառնում է, հասկանում ես, որ այն ռիթմերն են, որ մի ժամանակ հին էին կոչվում, հա, դիսկոները բան, նորից ամեն ինչ վերադառնում է։ Բայց մեղեդիների իմաստով այսօր այդպես մեկ-մեկ լսում ես գեղեցիկ երգ, չի ասի չկա, բայց քիչ է։ Որովհետև հեղինակներն են նաև քիչ կարծում եմ։ Որովհետև հեղինակներին չի ընդառաջ չեն գնում, որ իսկ հեղինակային երգը հենց ինչ է, ինքը ուրիշ խոսք է, չէ՞։ Նոր խոսք է, նոր խոսք, տարբերվող խոսք, անհատից ծնվող խոսք, անհատից կարևոր։ Այո, այդ իր խառնվածքով ֆիլտրվելով, իր բազայով երաժշտական եւ ծնվում է ինչ որ նոր խոսք։ Ինչ կա այսօր, այն ինչ որ ինձ վրա ազդում է, դա կարող եմ միայն ասել, ոչային միապաղաղություն կա։ Այսինքն նայում են տեսնում են, եթե այս մաներայով, այս ոճով երգեց եւ այս տիպի երգ լինի, ուրեմն հիթ կլինի։ Մեկը մյուսին նմանակելու, այսինքն։ Ուրեմն կսիրվի, ուրեմն փող կաշխատի։ Մենք այն ժամանակ փող աշխատելու մասին չէինք մտածում։ Իսկ հիմա գերնպատակ է փող աշխատելը, մեծ մասի մոտ։ Այո։ Ասեմ ինչու չէինք, ոչ թե հիմար էինք չէինք ուզում փող աշխատեինք, չէ, բայց առաջնահերթությունը տրվում էր ինչ ես անում, որով դու պիտի գումար վաստակես։ Եվ հիմա գրվում են երգերը հենց դրա համար։ Հարսանիքի համար, ծննդի։ Դե չեմ հեգնում, իրականում դա է, մարդիկ էլ դեպի դա են գնում։ Նույնիսկ մարդը, որ առաջին իր երգն է, հա, ուզում պատվիրի կամ առաջին երգը պիտի երգի, մեր մտքում համերգն էր,
թե մենք որտեղ պիտի դա երգենք եւ հանդիսատեսը մեզ նայելուց ինչ պիտի զգա, մենք ինչպես պիտի մեզ պահենք, չգիտեմ, հա, թեկուզ պրիմիտիվը հանչում, բայց ինչպես պիտի քայլեմ, ինչպես որտեղ ձեռքս գնաց, իջավ, բան, չգիտեմ, ինչ որ բաների մեջ էինք, ուրիշ տեղ էինք, գուցե որը կոչվում է բեմական պահվածք, հա, ասենք բեմի, բայց հիմա ինչ որ արվում է, դա արվում է դեպի հենց հստակ հետուղությամբ։ Ես հիշում եմ, որ նույնիսկ մեզ ծանոթներ էին խառնվում, որ մենք ինչ որ մեկի հարսանեկին երգեինք։ Հետաքրքիր էր։ Չէ, համ վճարեին, համ էլ երգեինք, բայց մենք շատ դժվարությամբ էինք գնում։ Հա։ Իհարկե եկավ ժամանակ, որ դու էլ պիտի վաստակես, դու էլ ուղղակի իմ դեպքում գուցե այդ իմաստով ես շահած եմ եղել, որ ես միշտ ամեն տեղ իմ երգերն եմ երգել։ Դա լիներ հարսանիք, դա լիներ ակումբ, դա լիներ համերգային սրահ։ Այդ իմաստով մի քիչ երես առած եմ եղել։ Ախր նյութը, արտադրանքը տնից էր։ Երևի հենց դա էր պատճառը, ու հենց ձերն էր։ Այո, հա, երաժշտությունը ինձ մոտ էր գալիս, մեղեդիկները այդպես եղբորս խոսք գույն էր տալիս եւ դառնում էր երգ։ Խոսեցիք 90-ականներից Երգի պետական թատրոնից այդ հրաշալի շրջան էր, մի շրջան էր, երբ Արթուր Գրիգորիչի գլխավորությամբ մի մեծ աստղաբույլ անհատների եւ մեկը մյուսից հետաքրքիր ու տաղանդավոր մարդկանց միանգամից դուրս եկավ Երգի թատրոնից։ Այդ ինչ սերունդ էր ու ինչպես դա տեղի ունեցավ ու ինչու հիմա դա չկա։ Հենց այդ արժեքների պատճառով, որ այն ժամանակ այդ սերունդը ուրիշ նպատակներ ուներ։ Նա ես ինչքանով հասկացել եմ, առաջին սերունդը դա ավակ սերունդն էր, ով ընդհանրապես ստեղծեց Երգի թատրոնը Արթուր Գրիգորիչի հետ միասին, իրենք ավելի շատ ներկայացնում են միջազգային հիթեր, ավելի շատ։ Իհարկե, հայալեզու երգեր էլ կային եւ այլն։ Մեր սերունդը երկրորդ սերունդն էր, որտեղ կային հեղինակներ, որտեղ կայինք մենք, որտեղ այսպես ասեմ, ավելի բազային իմաստով մենք զիջում էինք առաջին սերնդին։ Պետք է անկեղծ լինել։ Բայց մի բան հաստատ կարողացանք յուրաքանչյուրս ինչ որ գտնել այն երգերը, որոնք կիրթ են, որոնք լավն են եւ որոնք կկպնի մարդկանց սրտին։ Եվ սկսվեց դա այդպես չէ որ միանգամից էր, դա ասենց որ ասենց հատ երգեր էինք ստեղծում ու այդ երգերը կամաց այսպես սկսեցին թելադրել ու սկսեցին երգել մեզ այդ երգերը, հավասար այդպես։ Հետո զգացինք մենք այդ ֆանատիզմը, որ կպնեմ տեսնեմ իսկական է թե ոչ։ Սկսեցինք թելադրել եւ դա մեր ասելով չէր, դա երևում էր, որ դա այդպես է։ Սկսեցին մեծ մենահամերգներ, ինչ որ ժամանակ հետո արդեն դա անհատի են կայացման համերգներն էին, հա, մեծ։ Բայց հետաքրքիր բան էլ ասեմ, այդ սոլիդարնստ ասածը որ կա, հա, այդ իրար նկատմամբ հարգանքի մենք միշտ հաշվի ենք առնում, ով երբ է համերգ դնելու։ Որովհետև կա, չէ, այսպեսին բան, իմ հանդիսատեսը, ես առասարակ սխալ եմ դա համարում, որովհետև հանդիսատեսը մեկն է։ Եվ այդ հանդիսատեսը համ կարա քեզ սիրի, համ ինձ սիրի։ Եվ այդտեղ իմ ու քո անելը կարծում եմ սխալ է։ Հենց լսում էինք կամ համերգը դրվում էր, բնականաբար դու նայում էիր, որ հեռու լինի, որ երկուսը ոչ մեկ էլ չտուժի, որ համիր համերգը լավ անցնի, այնպես չէ, թող նրա համերգը վատ անցնի։ Դե
չգիտեմ, կար նման հարգանք եւ դա ճիշտ էր, կարծում եմ։ Հետո ալբոմներ, հետո տեսահոլովակներ։ Հետո մենք այդպես շատ չէինք մտածում քանի աղջիկ մերկացնենք, որ մեր տեսահոլովակը նայվի։ Մենք մտածում ենք մեկը մյուսից ավելի ասելիքով տեսահոլովակներ, չասեմ, հա, ինչ որ բարձրագույն արժեքների, սա չէր խնդիրը։ Խնդիրը պատշաճ, ճիշտ, էսթետ մարդու աչքի համար, դաստիարակչական ինչու՞ չէ, այ նման մոտեցում ունենք։ Ոնց որ ստացվում էր։ Երգչին ինչ է պետք, բացի լավ վոկալ տվյալներից, որովհետև դա բավարար չէ, դառնալ սիրված երգիչ։ Ինչ է առաջնային շատ անհրաժեշտ։ Ինտելեկտ։ Գիտես, ժամանակի մեջ շատ եղել են շատ տաղանդավոր բնությունից օժտված, հա, այսքան չէ, այսքան ձայներով, գեղեցիկ ձայներով, երգիչ-երգչուհիներ։ Բայց խնդիրը միայն դա չէ, պիտի իմանաս այդ ձայնի հետ ինչ անես։ Ես կարծում եմ պետքա կարողա լսեն ինձ, ասեն դե լավ ինչ ես խոսում, ես մեկը համալիր հիմա չգիտեմ, մյուսը բայց իմ կարծիքն է, եթե երգիչը պիտի երկարաժամկետ լինի, ապա ինքը պիտի կրթված լինի, կիրթ լինի։ Կարդացած լինի։ Գրագետ լինի բոլոր առումներով, թե վոկալ եւ թե մնացած։ Կարդացած պիտի լինի։ Պիտի առաջին հերթին ինքդ քեզ ճիշտ գնահատես, դու քո հնարավորությունները։ Ընդհանրապես։ Այդ նույն վոկալից բռնած, ձայնիդ երանգով, արտաքինով, չգիտեմ, ամեն ինչ պետք է այստեղ գալիս ենք այն պրոդյուսերական դպրոց ասացին։ Որը մենք չունենք։ Հա, ով է ինքը, չէ՞։ Պրոդյուսերը այն քանդակագործն է, երբ որ անտաշ քարը ինքը սկսում է տաշել եւ ստանալ, հա, արտիստի։ Բայց թե ներսը անտաշա, երբ ձեռքը քաշեց այդ պրոդյուսերը, քանդվելու է, փշրվելու է։ Դրա համար ես շատ եմ կարևում, ես իմ երեխաներին էլ եմ ասում, նայեք, տգետ անմակարդակ երգիչ-երգչին ոչ մեկի պետք չի, որովհետև չեն սիրում միայն երգելու համար։ Սիրում են, հետևում են, չէ՞, քեզ դու ոնց ես ապրում, քո կարծիքը ինչ որ բանի այս կամ այն հարցի շուրջ, ընդհանրապես դու որպես տեսակ, դու ինչպիսինն ես, եւ այդ ժողովրդի կարծիքը այդպես է ձևավորվում, հենց երգչի, երգչուհու մասին։ Անձի շուրջ։ Այո, անձի շուրջ։ Եթե ճիշտ կարողանում ես ինքդ քեզ գնահատել, ապա ճիշտ կհասկանաս, թե ինչ պիտի քո ձայնի հետ անես։ Ապա կհասկանաս, որ երգը պիտի երգես, որ երգի կողքով անցնես։ Եվ միևնույն է, ես շատ եմ կարևորում, երբ ինձ ասում են այս երիտասարդը երգում է կամ այս աղջնակը երգում է, բան ինձ առաջին հերթին հետաքրքրում է, որովե գործիք նվագում է թե չէ։ Եվ արդյոք ինչ որ գրելու փորձեր անում է թե ոչ։ Պարտադիր չի, չգիտեմ արդեն ինչեր գործեր գրած լինի։ Ինչու, որովհետև երգիչը գործիքից տեմբր է վերցնում։ Գործիքից ինքը մի բան է վերցնում, որը նվագողներն են կարողանում վերցնել միայն։ Ինչը արդեն դառնում է իր ֆիզիկային ժամանակի ընթացքում։ Դա այդպես է։ Ես գիտար եմ նվագում, ես գիտարից եմ տեմբր վերցնում, ուսը դաշնամ։ Ու եթե մի քիչ հետ նայենք, կհասկանանք, որ համարյա թե,
Էնում մենք ճանաչում ենք, ապա դրանք երաժիշտներ են։ Հետո նոր երգիչներ։ Հա։ Էլ չասեմ, որ ինչքան կարևոր է, եթե Աստված այդ պարգևը տալիս է, այդ նվերը, որ սկսում է գրել։ Եվ կապ չունի փոքր մեծ տեղ, հենց իր մեղենդիներն է սկսում գրել։ Այ դա է երգչին երգիչ պահում։ Ես եթե չնվագեի, ես մինչև հիմա չէի երգի, վստահ եմ։ Ես կարծում եմ, բայց նաև շատ կարևոր է, նաև ձեր օրինակով եմ դա ասում, առաջին երգի ընտրությունը, որտեղ հենց այդ առաջին երգն է, որ եթե կրակեց մարդկանց սրտերի մեջ, վերջ ամեն ինչ ժամացույցի պես սկսում է ճիշտ աշխատել, հա, եթե դու հետևում ես դրան, ու ես գիտեմ հարցազրույցից, որ այդ առաջին երգը աղջկա նամակ էր տղային, եւ ձեր եղբայրը շատ սիրուն բան ասեց, այս երգի հեղինակը Սերն է։ Ու այստեղ գալիս է հաջորդվում այն գաղափարը, որ սերը հաղթեց, հա, երգի միջոցով եւ սերը հաղթեց, այնց հետաքրքիր է, սերը ամեն ինչում է հաղթում, ձեր կարծիքով։ Որտեւ մի օրինակ արդեն կա դրա։ Այո։ Եթե մենք միայն այդպես նեղ սիրո մասին չենք խոսում, հա, ուղղակի ընդհանրապես սիրո մասին ենք խոսում, սերն է այդ առաջ տանող ուժը։ Սերն է ձգտումը, սերն է արդյունքի հասնել, ամենամեծ մոտիվացիան ապրես։ Ես միջև այսքան ասեի, դու մի բառով ասեցի Ռոզի ջան։ Ես դրա համար ասում եմ, ինչով ուզում ես զբաղվի, պիտի սիրելով զբաղվես։ Եթե չսիրեցիր, քեզ մոտ ոչինչ չի ստա։ Լավ, օրենքները գիտես, կանոնները ընդունենք, հա։ Բայց մի օր հոգնելու ես դրանից։ Որովհետև եթե դու չես սիրում, դա ուղղակի կանես ավտոմատացված, այդպես, հա, որովհետև ձևը այդպես է։ Իսկ եթե սիրում ես, դու կփնտրես, ման կգաս, նոր ու այդ նույն ուղղության մեջ նորություններ, նորարարություններ, չգիտեմ։ Այդ ասերն է, ուրիշ բան չկա։ Դե հա, հետո էլ գումարվում է նաև հնարավորությունները, այն ինչ որ դու մտածում ես, որպեսզի կարողանաս իրականացնել։ Բայց ամեն դեպքում դու քո սիրած աշխատանքի հետ, դու քո սիրած նյութի հետ դու դժբախտ չես լինի։ Դու լիարժեք քեզ կզգաս, իսկ մարդու համար ու կապ չունի, գիտես, կին տղամարդ, ընդհանրապես մարդու համար կարևոր բանը ինքը իր հետ հարմոնիայի մեջ ապրելն է, չէ՞։ Չէ՞ որ դու կողքերդ նայում ես, հա։ Մեկը, չգիտեմ, լավ մեքենա է քշում, մեկը ավելի լավ մեքենա է քշում, մեկը լավ տան է ապրում, մեկը ավելի լավ տանն է ապրում։ Բայց եթե դու չսիրեցիր քո այն խրճիթը, այն փուճուր տունիկը, տենց էլ այդպես աչքդ ինչ որ տեղեր ա լինելու, բայց եթե դու սիրում ես այդ քո ստեղծածը, քո տունը, այն ինչ որ քեզ շրջապատում է, դա արժևորում ես եւ սկսում ես ինքդ քո հետ խաղաղ ապրել։ Դա է այդ հարմոնիայի մեջ ապրելու կարծում եմ։ Որտեղ երջանիկ լինելու համար շատ բան հարկավոր չէ իրականում, պետք է գիտակցել։ Հա, պետքա սիրել։ Պետքա սիրել ուղղակի, եթե սիրեցիր, շատ բաներ անցնում երկրորդ պլան ինձ թվում է։ Շատ բաներ։ Չես սկսում համեմատել, ինչ որ, հա, բախի, որ թե հիմա, բայց քոնն է կարևոր, և այդ միշտ ասում եմ, իմ բաժակը գուցե արծաթ չի կամ ոսկի չի, բայց ես խմում եմ իմ բաժակով։ Կավի է, բայց իմն է։ Սա շատ կարևոր է, որ մարդիկ հասկանան։ Ես այդպես եմ մտածում։ Մի քիչ ուզում եմ խոսենք Էլենից, որովհետև երբ Էլենն իմ հյուրն էր, մենք դեռնից խոսում էինք։ Էլենը որոշեց, որ
պետք է ընտրի բեմական ուղին, պետք է դառնա երգի, դառնա դերասանուհի։ Ես գիտեմ, որ դուք ընկերներ եք, ունեք լավ ընկերական առողջ հարաբերություններ, շատ լավ խորհուրդներ եք իրեն տալիս եւ շատ լավ ողջուներ եք այդ միտքը, բայց մտածում եմ հոգու խորքում, ամեն դեպքում կուզեիք նրան զերծ պահել այս ոլորտից, գիտակցելով, որ այս ոլորտում շատ դժվարություններ կան եւ շատ հիասթափություններ են հաճախ լինում։ Եթե ես այս ոլորտից չլինեի, գուցե, հա, երևի չէի ուզի, նույնիսկ կարող խանգարեի, կարող չգիտեմ։ Բայց գիտես, ես քանի որ սիրում եմ իսկականներին, ընդհանրապես ամեն ինչում իսկական։ Հակառակը ես մի փոքր այլ կողմից նայեցի։ Ես եթե այստեղ եմ, ես կարող եմ օգնել նաև, չէ՞ իրեն։ Օգնել չեմ ասում, հա, խառնվեմ շատ։ Զանգեր։ Հա, չէ, բարկացու այդպես չի եղել եւ չի։ Նույն իմ խորհուրդներով, նույն իմ խոսքերով, որ ինքը զգա այդ հոր այդ թիկունքի այդ ջերմությունը զգա իր թիկունքում։ Բա ինչով զբաղվեր։ Հակառակ հարցնել եմ ես տալիս։ Բա լավ, ինչ կուզեիր լիներ, հա, Էլենա։ Ընդունենք, ընդունակ չի անցել գենետիկ որևէ բան։ Եթե չանցներ, ես սիրով էլի իրեն կօգնեի իր ընտրած մասնագիտության մեջ։ Ես այն մարդկանցից չեմ, որ դու պիտի դառնաս, ոնց դառնա։ Դե սարքի, ոնց կսարքի։ Մարդիկան ուզում են, չէ՞ որ երեխաները ապա բեմում լինեն։ Իհարկե։ Բայց չի կարելի դու իրեն, ես ասել եմ, դու ինչ ընտրես, սիրելով ես ընտրում ուղղակի։ Տես էլի պատտվեցինք եկանք այն սիրելով ես ընտրում, որ քեզ հեշտ լինի ապրելը, քեզ հեշտ լինի պայքարելը այդ նույն գործի մեջ։ Չմեղադրես որևէ մեկին, այսախ դուք եք մեղավոր, որ ես բան, էլի, տենց։ Քո ընտրությունն է ու դարել ես դու գիտակցաբար։ Այսպես պիտի նայես։ Չէ, հոգու խորքում չունեմ նման բան, որ հակառակը այսօր հետաքրքիր բան է իմ այդ տեղի ունենում, գիտես։ Ես զգում եմ, ես ինչպես եմ Արսեն Սաֆարյանից կամաց դառնում Էլենի պապա։ Կամաց, բայց ոնց եմ զգում։ Դպրոցում, հա, տարբեր տեղեր, երբ որ տեսնում են, միշտ կոմպլիմենտներ են չանում։ Վայ ձեր երգը, վայ ձեր կլիպը, չգիտեմ ինչ որ սենց։ Հիմա հենց տեսնում եմ, վայ բարև ձեզ, վայ ձեր աղջիկը, բան ու ես հասկանում եմ, որ 5 րոպե իմ հետ խոսում են իմ աղջկա մասին։ Իհարկե ես հաստատ իրավունք չունեմ այդպես շատ վայելել եմ լավ խոսքեր, կոմպլիմենտներ եւ իրավունք չունեմ դրանից միայն լավ եմ զգում ես, ուրեմն գնում է ինչ-որ մի բան առաջ, ուրեմն ստացվում է, մեկը կարա չհավանի, մյուսը կարծիք ասի, բայց ոնց որ առաջ է գնում, ոնց որ ստացվում է, ճանապարհ է, ինքն էլ կսայթաքի, Բոլորը։ Հա, խնդիրներ, գուցե նեղանա, գուցե երջանկությունից չգիտեմ, բայց ինչ էլ որ լինի Իրանն է, ես հանգիստ եմ, որ ինքն է ընտրել, եւ ես իր կողքին եմ, նու որքանով թույլ է տալիս, այսպես ասեմ, այդ ընկերությունն էլ է դժվար, աղջկադ հետ ընկերությունը դա տենց սահման կա, էլի, մի հատ երևի, որ հետո քանի որ ինչքան մեծանում է արդեն դեպի մայրն է գնում, հա, ինքնըստինքյան այդ տենց է ստացվում, չգիտեմ, բնությունն է տենց երևի։ Ես, հա, ես էլ այնպես եմ անում, որ ինքը իմ մեջ նաև ընկեր տեսնի,
բայց համաձայնել չեմ ամբողջովին ընկեր լինելու։ Ես այդ մարդկանց ես միայն երեխայիս հետ ընկեր եմ, չէ, ես այդպեսին ես պապա եմ։ Նայ։ Ու ինքը նաև գիտակցաբար պիտի վերաբերվի, որ ես իր հայրն եմ։ Տեղ-տեղ ընկերություն անելով էլի։ Այդպես։ Բեմական մարդու կյանքում, հատկապես բեմական մարդու կյանքում միշտ դժվարություններ ա լինում։ Դու կարծես թե տանը եւ տանից դուրս երկատվում ես, ու միշտ դրա արդյունքում խնդիրներ են լինում։ Որտեվ շատ դժվար է համատեղել այդ երկուսը եւ երկուսում է լինել լիարժեք։ Միշտ ինչ որ մի մասը կարող է տուժի։ Այդ խնդիրները Արսենը Սաֆարյան ինչպես է հաղթարել, ինչպես է հասկացել այս պահին որն է կարևոր, սա թե նա։ Ռոզի քրքրող հարցեր ես տալիս։ Ճիշտ ես, որովհետև նա ինձ մոտ ոնց է ստացվել։ Ընտանիք կազմել, ամուսնանալ եւ այդ այն հոսանքը, այդ հասարակության սիրո այդ հոսանքը ճանաչումը ինձ մոտ միաժամանակ է եղել։ Եվ ես գիտեմ, որ շատ մարդկանց այդպես այդ կարող է սենց խառնի, սենց վերցնի օդանի, չգիտեմ ինչ։ Ես միշտ փորձել եմ ոտքերս հողին կպած լինեմ։ Ես միշտ վերլուծել եմ, սա ինչի արդյունք է, ինչի համար, որտեղից եկավ։ Ու երբ կանցնի։ Միշտ մտածելով, որ կանցնի, բայց ես ընտանիքում եմ։ Ես չեմ ասի, որ ինձ ամեն ինչ հաջողվել է։ Չէ, ժամանակ է եղել, որ ես այդ պահին, աշխատել եմ լինել լավ հայր, լավ ամուսին, բայց ես էլ եմ թերացել։ Մյուս կողմից էլ ես համարում եմ, որ այն ինչ որ ես կարող եմ անել, հա, երգի մեջ, կարծում եմ ես ինձ միշտ այդ խանգարել է շատ կենցաղային ստեղծելու, տուն կառուցելու, չգիտեմ, հա, ավելի պայմաններ էլ, որտեվ ոչ մի բան չունեինք իրականում, եւ միշտ ինձ թվում է, որ ես լիարժեք ես իմ գործին չեմ տրվել։ Որտեվ որվա սկիզբը ուրիշ Արսեն էր, կեսօրից հետո ուրիշ Արսեն էր։ Այդ քո ասած այդ թեման է, հա։ Չանել են չեր լինի։ Չանել ես էլի չեր լինի։ Այդպես փորձում էի համատեղել եւ ինձ թվում էր, որ դա ինձ մոտ ստացվում է, բայց ինչքան մեծացա, հասկացա, որ դա դժվարացնում է, հա, ասենք մեկը ինչ որ բաներ կիսատ ամանում, որ քեզ կարող է իր տրամադրել այդ ժամանակը դու չես կարողանում։ Դե երևի դրանով է հետաքրքիր կյանքը, չգիտեմ։ Ես դրան վատ չեմ, այսինքն այսօր չեմ նստում, օ, ես լիարժեք չեմ տրվել իմ աշխարհ։ Չէ, լավ եմ արել։ Ոնց կարողացել եմ, ինչքանով կարողացել եմ, աշխատել եմ։ Ինչքան տվել է մեղեդի, արել ենք, երգ ենք սարքել։ Մենք շատ երգեր չենք գրել իրականում, եթե համեմատեմ, որ բոլկաների վրա տենց դրած երգեր ունեն, բայց մեր երգերը կարծես ոնց որ էֆեկտիվ են եղել, այսպես ասեմ։ Շատ չէին, բայց հատանտիր էին։ Հա, շատ չէին, բայց յուրաքանչյուր երրորդը ոնց որ թե ինչ որ հասնում էր տեղ։ Ամեն դեպքում երևի հենց դրանով է կյանքը հետաքրքիր, որ միտեղ մի բան հասցնես, մյուստեղ մի բան բաց կթողնես։ Ամուսինները շատ հաճախ նմանվում են իրար հետ ապրելուց մի քանի տարի հետո, շատ նմանվում են իրար եւ շատ բան են իրար սովորեցնում։ Ձեր կինը ձեզ ինչ է սովորեցրել։ Ինչ եք նրանից սովորել։ Հա, համաձայն եմ, որ նմանվում են։ Ինչ է ինձ սովորեցրել։ Խելոք լսել։
երբեմն հումորով ասում, ոնց ասել ես, տենց էլ անում եմ։ Չէ, ինչա սովորեցրել։ Հա, սովորեցրել եմ։ Առաջ ավելի եմ, որ բան էի ես եմ։ Շատ տենց իմ մեջ էի, մութ էի, շատ։ Իսկ ինքը քանի որ տենց պայծառ է ընդհանուր, այդպես ինձ ավելի շփվող է սարքել։ Այդ հաստատ սովորեցրել է։ Այդ լավ հատկություն է։ Հա, ես զգում եմ, որտեվ չեմ ուզում սենց էի, էլի, ամեն մեկին տեսնել, ոչ թե գոռոզություն էր, այլ ես իմ խառնվածքով չէի ուզում շատ շփվել։ Ինքնամփոփ էի։ Հա, ես գիտեի իմ անելիքը, ես երբեք մենակ մնալուց չեմ նեղվել, այսպես ասեմ։ Ես որտեղ միշտ իմ զբաղմունքը ունեցել եմ։ Բայց մենք տարբեր ենք, ինքը որ մենականում շունչը կտրվում է։ Չգիտեմ, իրար շատ բաներ ենք տվել, շատ բաներ ենք վերցրել։ Դառնում ես արդեն մի քայլ, երբ որ արվում, արդեն գիտես երկրորդ քայլը ինչ պիտի լինի։ Մարդիկ կան, որ դա դուր չի գալիս իրենց, ասում են, դե բահետաքրքիր չի տենց, չէ՞։ Կամ իրար հետաքրքիր չենք։ Ահա։ Ընդհանրապես կենցաղն է շատ վատ ազդում մարդկանց միության վրա եւ Եթե մարդիկ խրվում են դրա մեջ ամբողջությամբ ու կողքը ուրիշ բան չեն նկատում, այո։ Այդ էլ է դժվար կարծում եմ։ Չգիտեմ, ու մոտ է դա ստացվել կամ ստացվում, ու մոտ չի ստացվում։ Ինչ ուզում են ասել, միևնույն է, սերը վերափոխվում է, ինչ որ տարիներ ունի իր ինչ որ փուլերը, հա, որ վերափոխվում է, մեկի համար թուլանում է, մյուսի համար ամրանում է, չէ որ այդ նույն սիրո արդյունքն են նաև քո երեխաները։ Չգիտեմ, այդ կողմից եթե նայենք, մենք իրար սեր ենք սովորեցրել երևի, չգիտեմ։ Իրար սիրել ենք սովորեցրել նաև։ Որտեվ սերը նաև կառուցում են, չէ՞։ Ընդհանուր սերը նաև կառուցում են ու պահում են, պիտի կարողանաս դա պահես։ Ամենահեշտը բաց թողելն է։ Չգիտեմ, ամեն մեկի համար ուրիշ է։ Վերջին հարցս, որ բոլոր հյուրերիս եմ տալիս։ Արսեն Սաֆարյանը ինչի հանդեպ իմունիտետ չունի։ Ինչի հանդեպ իմունիտետ չունեմ։ Երևի անտարբեր միայն ստամոքսով ապրող մարդկանց։ Ինձ համար մարդիկ բաժանվում են երևի կոպիտ ասած երկու, հա, մասի։ Մարդիկ, ովքեր միայն որկորով են մտածում եւ իրենց միայն հետաքրքրում է կյանքից լավագույնը վերցնելը եւ կապ չունի դա որտեղ կապ չունի։ Ինքը բնության տենց մի հատ տենց կենթանիոզ է, տենց մի հատ չգիտեմ ինչա։ Եվ մարդիկ, ովքեր հոգևոր են, հոգևոր ասածը մարդիկ, ովքեր հոգևոր արժեքներով են ապրում։ Եվ ոչ միայն վերցնում են, խլող են, այլև տալիս տվող են նաև, հա։ Իրենց համար կապ ունի ինքը որտեղ է ապրում։ Իր համար կապ ունի իր դրոշը, իր համար կապ ունի իր զինվորը, իր բանակը, կապ ունի։ Չգիտեմ, կարողացա ասեմ, էտա ինձ համար երկու անտարբերություն։ Հա, անտարբերություն է։
տարբերությունը ու կյանքից այդ փորձել վերցնել լավագույնը նույնիսկ բոլորի վրայով։ Ցանկացած գնով։ Այո։ Այդ ինձ համար ամենակեղտոտ, ամենազզվելի երևույթն է։ Մնացածների հետ կարելի ապրել։ Շատ շնորհակալ եմ, շատ հրաշալի զրույցի համար։ Շնորհակալ եմ ես էլ վաղուց նման հետաքրքիր հարցեր չէին տվել ինձ։ Ինձ համար էսպես է, որ հարցազրույցի ժամանակ ոչ միայն խոսում ես, այլ նաև մտածում ես։ Այդ նշանակում է ստացվել է։ Շնորհակալություն քեզ։ Ես եմ շնորհակալ։ Իսկ մենք կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։